Հենց այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, ձեր գլխավերևում 38,000 կիլոմետր բարձրությամբ կախված է օբյեկտ, որը չպետք է գոյություն ունենա։ Ոչ այստեղ, ոչ այսպես, ոչ այդ չափերով։ Լուսինը, մեր մոլորակի միակ բնական արբանյակը, խախտում է բոլոր կանոնները, որոնք մենք գիտենք երկնային մարմինների մասին։ Եվ ամենաանհավատալին դեռ առաջ է։ Երբ գիտնականները առաջին անգամ հարվածեցին նրան, նա պատասխանեց այնպես, ինչպես ոչ մի բնական օբյեկտ չպետք է պատասխանի։ Նա զանգեց։ Ոչ թե մի քանի վայրկյան, ոչ թե մի քանի րոպե, 3 ամբողջ ժամ։ 1970 թվականի նոյեմբերի 14-ը Նեյլ Արմսթրոնգի և Բազ Օլդրինի թողած սեյսմիկ սարքերը գրանցեցին ինչ-որ բան, ինչը փոխեց մեր ողջ պատկերացումը լուսնի մասին։ Ապոլոն 12-ի անձնակազմը նոր վայրեջք էր կատարել օվկիանոս պրոցելարումում, փոթորիկների օվկիանոսում։ Նրանք պետք է թեստավորեին նոր սարքավորումները, պետք է հասկանային ինչպես է լուսինը արձագանքում հարվածներին։ Պլանը պարզ էր։ Լուսնային մոդուլի վերելքի աստիճանը, որն այլևս պետք չէր, պետք է ուղղորդել հետ դեպի մակերես։ Վերահսկվող կործանում, գիտական հարված։ Երբ 12 տոննա ալյումինի և տիտանի կոնստրուկցիան հարվածվեց լուսնի մակերեսին 65 կիլոմետր հեռավորության վրա սեյսմոմետրներից, ինչ-որ անհավատալի բան տեղի ունեցավ։ Դոկտոր Մորիս Էվինգը, Կոլումբիայի համալսարանի երկրաֆիզիկոս, նստած էր Հյուսթոնի վերահսկման կենտրոնում և հետևում էր ցուցիչներին։ Առաջին րոպեներին ամեն ինչ սպասելի էր։ Հարվածի ալիքը, տատանումները։ Բայց հետո սկսվեց ինչ-որ բան, ինչը չպետք է սկսվեր։ Ռեզոնանսը չէր նվազում, նա ուժեղանում էր։ Պատկերացրեք, որ հարվածում եք հսկայական եկեղեցու զանգին։ Ձայնը բարձրանում է, տարածվում է, հետո աստիճանաբար մարում։ Սովորական ֆիզիկա, սովորական նյութ։ Բայց լուսինը չարեց այդպես։ Նա շարունակեց զանգել։ Ռեզոնանսային հաճախականությունները չէին մարում, նրանք փոխարինում էին միմյանց, ստեղծում նոր ալիքներ, նոր տատանումներ։ Սեյսմոգրաֆները գրանցում էին ինչ-որ բան, ինչը նման էր երաժշտական նոտաներին, խորը, ցածր հաճախականություններ, որոնք անցնում էին ամբողջ մարմնով։ Դոկտոր Էվինգը նայեց իր գործընկերներին։ Նրանք նայեցին տվյալներին։ 1 ժամ, 2 ժամ, 3 ժամ և 15 րոպե։ Լուսինը շարունակում էր երգել։ Դա չէր նման երկրի երկրաշարժաշարժերին, որտեղ սեյսմիկ ալիքները մարում են րոպեների ընթացքում։ Դա չէր նման ոչ մի բանի, ինչ նրանք երբևէ տեսել էին։ Եվ ամենավախենալին, դա կրկնվեց։ Ապոլլոն 13-ի առաքելության ժամանակ 1970 թվականի ապրիլին ավելի մեծ հարված։ 3 տոննա ծանր Սատուրն 4B երրորդ աստիճանը 13 տոննա քաշով ուղղորդվեց դեպի լուսին։ Այս անգամ հարվածը եղավ ավելի ուժեղ։ Արագությունը 2 կիլոմետր վայրկյանում։ Էներգիան հավասար 1 տոննա տրոտիլի պայթյունին։ Եվ լուսինը պատասխանեց ավելի ուժեղ։ 3 ժամ և 20 րոպե անընդհատ ռեզոնանս։ Ավելի խորը հաճախականություններ, ավելի բարդ օրինաչափություններ։ Դոկտոր Կլայվ Ռոսը, Տեխասի համալսարանի սեյսմոլոգ, ուսումնասիրեց տվյալները շաբաթներ շարունակ։ Նա համեմատեց լուսնի ռեզոնանսը երկրի երկրաշարժերի հետ։ Տարբերությունը ցնցող էր։ Երբ երկրաշարժ է տեղի ունենում երկրի վրա, սեյսմիկ ալիքները անցնում են մեր մոլորակի տարբեր շերտերով։ Նրանք կոտրվում են, արտացոլվում, մարում։ Պատճառը՝ երկիրը ներսից հեղուկ է։ Մեր մոլորակի կորիզը, երկաթե և նիկելե հալած մետաղների օվկիանոս, 2200 աստիճան ջերմաստիճանի տակ։ Վերևում մանթյան, կիսահեղուկ, պլաստիկ, շարժուն։ Այս կառուցվածքը կլանում է էներգիան, մարում ալիքները։ Բայց լուսինը պահում էր էներգիան, փոխանցում էր նրան հեռավորություններով, պահպանում էր ռեզոնանսը ժամերով։ Դա նշանակում էր միայն մեկ բան. լուսինը ներսից ամուր է։ Ոչ հեղուկ կորիզ, ոչ պլաստիկ մանթիա, մետաղական կառուցվածք, որը վարվում է ինչպես հսկայական զանգ։ Բայց ինչպես։ Ինչպես կարող է երկնային մարմին, որը ձևավորվել է միլիարդավոր տարիներ առաջ, լինել ամբողջովին ամուր։ Դոկտոր Շոն Սոլոմոնը, Կարմեգի ինստիտուտի մոլորակագետ, սկսեց կառուցել նոր մոդելներ։ Նա վերցրեց լուսնի զանգային ռեզոնանսի տվյալները և աշխատեց հետադարձ։ Եթե լուսինը զանգում է այսպես, ինչպիսին պետք է լինի նրա ներքին կառուցվածքը։ Հաշվարկները ցույց տվեցին ինչ-որ անհավատալի բան։ Լուսնի կորիզը փոքր, ամուր, հավանաբար երկաթե։ Շուրջը մանթիա, բայց ոչ հեղուկ, ամուր, սառած, կարծր։ Եվ ամենաանսպասելին՝ դատարկություններ։ Երբ Ապոլոնի առաքելությունները բերեցին լուսնային ապարներ, գիտնականները հայտնաբերեցին ինչ-որ բան, ինչը հաստատեց այս տեսությունը։
Դոկտոր Ռոբին Բրետը, NASA-ի երկրաքիմիկոս, վերլուծեց նմուշները Հյուսթոնի լաբորատորիայում։ Ապարները պարունակում էին տիտանի անսովոր բարձր կոնցենտրացիա։ Տիտանը մետաղ, որը երկրի վրա հազվագյուտ է, բայց լուսնի վրա տարածված։ Ավելին, ապարների ծակոտկենությունը։ Լուսնային բազալտները լի էին փոքր դատարկություններով, պղպճակներով, խոռոչներով։ Պատկերացրեք մետաղական սպունգ, դրսից ամուր, ներսից լի դատարկություններով։ Հենց այդպես է լուսինը, բայց ոչ միայն մակերեսային շերտում, խորքում, կիլոմետրերի խորությամբ։ Դոկտոր Շոն Սոլոմոնի թիմը վերլուծեց գրավիտացիոն անոմալիաները, տեղերը, որտեղ լուսնի ձգողականությունը տարբերվում է սպասվածից։ Նրանք հայտնաբերեցին հսկայական տարածքներ, որտեղ զանգվածը պակասում էր։ Դատարկություններ, խոռոչներ, հավանաբար լավայի հին թունելներ։ Երբ լուսինը դեռ երիտասարդ էր, 3 միլիարդ տարի առաջ, դրա մակերեսը հեղուկ էր։ Վուլկանական ակտիվություն, լավայի հոսքեր, պայթյուններ։ Բայց ի տարբերություն յուն երկրի, լուսինը չուներ տեկտոնիկ սալեր, չուներ շարունակական վերածնում։ Լավան հոսում էր ուղիղ գծերով, ստեղծելով հսկայական թունելներ։ Երբ մակերեսը սառեց, թունելները մնացին։ Դատարկ, անձեռնմխելի, կիլոմետրերով ձգվող։ Դոկտոր Ջունիչի Հարույաման, Ճապոնիայի տիեզերական գործակալության գիտնական, 1996 թվականին ուսումնասիրում էր լուսնի Մարիուս լեռների տարածքը։ Նա օգտագործեց ռադարային տվյալներ ուսումնասիրելու մակերեսի տակ և հայտնաբերեց ինչ-որ անհավատալի բան։ Դատարկություն, հսկայական խոռոչ, 50 կիլոմետր երկարությամբ և 100 մետր լայնությամբ։ Լավայի թունել, որը կարող էր տեղավորել ամբողջ քաղաք, բայց դա միայն սկիզբն էր։ 2005 թվականին Ճապոնիայի Սելենե տիեզերանավը հայտնաբերեց ևս մեկ թունել՝ Mare Tranquillitatis-ում, հանգստության ծովում։ 2012 թվականին NASA-ի Lunar Reconnaissance օրբիտերը գտավ ևս 3, 2015 թվականին ևս 5։ Յուրաքանչյուր նոր հայտնագործություն ավելի մեծ էր նախորդից, յուրաքանչյուր թունել ավելի խոր էր, քան կարծում էինք։ Դոկտոր Ռոսվիտա Բուշը, Պերդյու համալսարանի մոլորակագետ, հաշվարկեց, որ ամենամեծ թունելները կարող են լինել մինչև 500 մետր լայնությամբ։ Պատկերացրեք, 500 մետր։ Դա ավելի լայն է, քան Empire State Building-ի բարձրությունը։ Թունելներ, որոնք ձգվում են տասնյակ կիլոմետրերով։ Դատարկություններ, որոնք կարող են տեղավորել ամբողջ քաղաքներ։ Եվ դրանք բոլորը պաշտպանված են լուսնի մակերեսից, ռադիացիայից, մետեորիտներից, ծայրահեղ ջերմաստիճանից։ Բայց ինչու լուսինը այդպես է կառուցված։ Ինչու է նա այդքան տարբեր երկրից։ Պատասխանը թաքնված է նրա ծագման մեջ։ Ամենատարածված տեսությունը, հսկայական հարվածի տեսությունը, ասում է, որ լուսինը ձևավորվել է, երբ երկիրը դեռ երիտասարդ էր։ Մոտավորապես 4 միլիարդ 500 միլիոն տարի առաջ Մարս չափի մոլորակ, որին անվանում են Թեյա, հարվածվեց երկրին։ Պատկերացրեք այդ հարվածը։ Երկու մոլորակ բախվում են 15 կիլոմետր վայրկյանի արագությամբ։ Էներգիան անհավատալի։ Երկրի մակերեսը հալվում է։ Հսկայական զանգված, տակապար, հեղուկ մետաղ, պլազմա նետվում է տիեզերք։ Մի մասը ընկնում է հետ, մի մասը փախչում է, բայց մի մասը մնում է ուղեծրում։ Սկսում է պտտվել երկրի շուրջ։ Աստիճանաբար, միլիոնավոր տարիների ընթացքում այդ նյութը միավորվում է, ձևավորում է լուսինը։ Դոկտոր Ռոբին Կանուպը, Southwest հետազոտական ինստիտուտի աստղաֆիզիկոս, մոդելավորեց այս պրոցեսը 2012 թվականին։ Նրա հաշվարկները ցույց տվեցին, որ լուսինը ձևավորվել է շատ արագ, աստղագիտական չափանիշներով։ Ոչ թե միլիարդավոր տարիներ, ոչ թե միլիոնավոր, հազարավոր տարիներ, հավանաբար ավելի քիչ։ Նյութը միավորվեց արագ, ինտենսիվ, բռնի։ Արտաքին շերտերը սառեցին առաջինը։ Ներսում դեռ տաք էր, բայց ոչ բավականաչափ տաք, հեղուկ մնալու համար։ Եվ այստեղ է ամենահետաքրքիրը։ Երկիրը ձևավորվեց աստիճանաբար, միլիարդավոր տարիների ընթացքում։ Նյութը կուտակվեց շերտ առ շերտ։ Ծանր տարրերը, երկաթը, նիկելը իջան կենտրոն։ Թեթև տարրերը, սիլիկատները մնացին վերևում։ Ստացվեց կառուցվածք՝ հեղուկ կորիզ, պլաստիկ մանթիա, ամուր կեղև։ Բայց լուսինը ձևավորվեց արագ, չհասցրեց տարանջատվել։ Մետաղները խառնվեցին սիլիկատերի հետ, ամեն ինչ սառեց միասին։ Ստացվեց համասեռ, ամուր, մետաղական կառուցվածք։ Դոկտոր Մարկ Ուիեցկին, Արիզոնայի համալսարանի մոլորակագետ, ուսումնասիրեց լուսնի մագնիսական դաշտի հետքերը։ Լուսինը այսօր չունի գլոբալ մագնիսական դաշտ, բայց ապարները պահպանել են հին մագնիսականության հետքեր։ Դա նշանակում է, որ երբեմն շատ վաղուց լուսինը ուներ մագնիսական դաշտ, և մագնիսական դաշտը պահանջում է հեղուկ մետաղական կորիզ։
Բայց ինչպես։ Եթե լուսինը ամուր է, ինչպես կարող էր ունենալ հեղուկ կորիզ։ Պատասխանը՝ ժամանակը։ Երբ լուսինը նոր ձևավորվեց, նա տաք էր, շատ տաք։ Կենտրոնը հավանաբար հեղուկ։ Մագնիսական դաշտ գոյություն ուներ, բայց լուսինը փոքր է։ Երկրից 51 անգամ փոքր ծավալով։ Փոքր մարմինները սառչում են արագ, կորցնում են ջերմությունը տիեզերք։ Մի քանի 100 միլիոն տարիների ընթացքում լուսնի կորիզը սառեց։ Մագնիսական դաշտը անհետացավ։ Մնաց միայն ամուր, սառած մետաղական կառուցվածք։ Բայց դատարկությունները, թունելները, դրանք ինչպես ձևավորվեցին։ Դոկտոր Պիթեր Շուլցը, Բրաուն համալսարանի երկրաբան, ուսումնասիրեց լուսնային վուլկանիզմի պատմությունը։ Երբ լուսինը դեռ տաք էր, 3 միլիարդից 4 միլիարդ տարի առաջ նրա ներսում դեռ կար բավականաչափ ջերմություն, ապարները հալեցնելու համար։ Ռադիոակտիվ տարրերի քայքայումը արտադրում էր ջերմություն, ճնշումը ներսում էր բարձր, եւ երբեմն այդ ճնշումը գտնում էր ելք։ Լավան պոռթկում էր դեպի մակերես։ Ոչ այնպես, ինչպես երկրի վրա տեկտոնիկ սալերի միջոցով։ Ուղիղ, ուղղահայաց, ճեղքերի միջով։ Լավան հոսում էր կիլոմետրերով, ստեղծելով հսկայական թունելներ։ Երբ վուլկանական ակտիվությունը դադարեց, թունելները մնացին, դատարկ, պաշտպանված, անձեռնմխելի միլիարդավոր տարիներ։ Եվ հիմա, 2022 թվականից հետո, մենք սկսում ենք հասկանալ, թե ինչ նշանակություն ունեն այդ թունելները։ Դոկտոր Դենիել Բլեյրը, NASA-ի ինժեներ, հաշվարկել, որ լավայի թունելները կարող են լինել կատարյալ վայր ապագա լուսնային բազաների համար։ Պաշտպանություն ռադիացիայից։ Լուսնի մակերեսը չունի մթնոլորտ, չունի մագնիսական դաշտ։ Կոսմիկ ճառագայթները հարվածում են անմիջապես, բայց թունելների ներսում ապարների հիհաստ շերտ։ Բնական պաշտպանություն։ Պաշտպանություն մետեորիտներից։ Լուսնի մակերեսը ծածկված է 100 հազարավոր կրատերներով, յուրաքանչյուր օր նոր հարվածներ։ Փոքր, բայց վտանգավոր։ Թունելների ներսում ամբողջական անվտանգություն։ Պաշտպանություն յուն ջերմաստիճանի տատանումներից։ Լուսնի մակերեսը փոխվում է 170 աստիճանից -170 աստիճան։ Թունելների ներսում կայուն ջերմաստիճան, -20 աստիճան, սառը, բայց կայուն։ Դոկտոր Ռոբերտ Վագները, Արիզոնայի համալսարանի աստղաֆիզիկոս, առաջարկեց օգտագործել թունելները որպես բնական հանգարներ։ Ոչ թե կառուցել կառույցներ մակերեսին, ոչ թե փորել նոր թունելներ, օգտագործել այն, ինչ լուսինը արդեն ստեղծել է։ 500 մետր լայնությամբ թունելը կարող է տեղավորել ամբողջ քաղաք։ Տասնյակ հազարավոր մարդիկ, լաբորատորիաներ, ջերմոցներ, արտադրամասեր, ամեն ինչ պաշտպանված բնության կողմից։ Բայց կա ևս մեկ հարց. եթե լուսինը լի է դատարկություններով, ինչքան դատարկություն կա։ Դոկտոր Ջեֆրի Անդրյուսը, Ջոնս Հոփկինս համալսարանի երկրաֆիզիկոս, վերլուծեց սեյսմիկ տվյալները 2018 թվականին։ Նա օգտագործեց Ապոլոնի բոլոր 5 սեյսմոմետրների տվյալները, տեղադրված տարբեր կետերում։ Նա ստեղծեց լուսնի ներքին կառուցվածքի եռաչափ մոդել եւ հայտնաբերեց ինչ-որ անսպասելի բան։ Լուսնի վերին մանթյան առաջին 100 կիլոմետրը ավելի ցածր խտություն ուներ, քան սպասվում էր։ Ոչ շատ, մոտավորապես 5%, բայց 5%-ը հսկայական տարբերություն է, երբ խոսքը վերաբերում է ամբողջ մանթիային։ Դա նշանակում էր, որ լուսնի ներսում կա ավելի շատ դատարկություն, քան մենք կարծում էինք։ Ոչ միայն թունելներ, ոչ միայն խոռոչներ, ամբողջ ցանց, փոքր դատարկություններից, ճեղքերից, պղպճակներից։ Բայց 5%-ը միայն սկիզբն է։ Երբ դոկտոր Ռենի Վեբերը, Մարշալի տիեզերական թռիչքի կենտրոնի սեյսմոլոգ, վերլուծեց Ապոլոն 14-ի եւ 15-ի տվյալները, նա հայտնաբերեց ինչ-որ ավելի անհավատալի բան։ Սեյսմիկ ալիքները, որոնք անցնում էին լուսնի կենտրոնով, ցույց էին տալիս անոմալիաներ։ Տեղեր, որտեղ ալիքները դանդաղում էին։ Տեղեր, որտեղ նրանք արտացոլվում էին անսպասելի անկյուններով։ Տեղեր, որտեղ նրանք պարզապես անհետանում էին։ Պատկերացրեք, որ ուղարկում եք ձայնային ալիք մյուտ սենյակի միջով։ Ալիքը բախվում է պատերին, վերադառնում է ձեզ մոտ։ Դուք կարող եք վերակառուցել սենյակի ձևը միայն արձագանքներից։ Հենց այդպես է աշխատում սեյսմիկ տոմոգրաֆիան։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ ալիքը հանդիպում է դատարկության։ Նա չի արտացոլվում, նա անցնում է, կամ կլանվում է, կամ ցրվում է, եւ հենց դա է տեղի ունենում լուսնի ներսում։ Դոկտոր Վեբերը հաշվարկեց, որ լուսնի կորիզը ներքին 200 կիլոմետրը պարունակում է անսովոր կառուցվածք։ Ոչ ամբողջովին ամուր, ոչ ամբողջովին հեղուկ, ինչ-որ միջանկյալ վիճակ։ Հավանաբար ամուր մետաղական մատրիցա, լի փոքր դատարկություններով։
Կամ մասնակիորեն հալած շերտեր, շրջապատված ամուր նյութով, կամ ավելի անհավատալի բան, հսկայական խոռոչներ, որոնք ձգվում են տասնյակ կիլոմետրերով։ 2019 թվականին Չինաստանի Չանգե 4 առաքելությունը վայրէջք կատարեց լուսնի հեռավոր կողմում։ Նրանք տեղադրեցին նոր սեյսմոմետրներ, ավելի զգայուն, քան Ապոլոնի սարքերը, եւ սկսեցին գրանցել ինչ-որ բան, ինչը փոխեց ամեն ինչ։ Լուսնի խորը ներսում 200 կիլոմետր խորությամբ կային տատանումներ։ Ոչ երկրաշարժեր, ոչ հարվածներ, ռեզոնանսներ։ Դոկտոր Ժի Ջիանլին, Չինաստանի երկրաբանական հետազոտությունների ակադեմիայի սեյսմոլոգ, ուսումնասիրեց այդ տատանումները ամիսներ շարունակ։ Նրանք չէին նման ոչ մի բանի, ինչ նա երբևէ տեսել էր։ Պարբերական, կանոնավոր, կրկնվող յուրաքանչյուր 28 օր։ Հաճախականությունը շատ ցածր, ներքև 1 հերց, ալիքներ, որոնք տևում էին ժամերով, եւ ամենահետաքրքիրը, նրանք համընկնում էին երկրի եւ լուսնի ամենամոտ մոտեցումների հետ։ Պատկերացրեք երկու մագնիս, մոտենում են միմյանց, նրանք սկսում են փոխազդել։ Ձգողականություն, մերժում, տատանումներ։ Հենց այդպես է երկիրը եւ լուսինը փոխազդում են, բայց երկիրը մեծ է, զանգվածավոր։ Նրա ձգողականությունը ուժեղ է։ Երբ լուսինը մոտենում է երկրին, ամենամոտ կետում, պերիգեյում, երկրի ձգողականությունը սկսում է ձգել լուսնի նյութը։ Ոչ շատ, միայն մի քանի սանտիմետր, բայց բավական է ստեղծելու ճնշում։ Դոկտոր Լինը հաշվարկեց, որ այդ ճնշումը կարող է ակտիվացնել լուսնի ներքին կառուցվածքը։ Եթե լուսինը ներսից լի է դատարկություններով, ճնշումը կարող է ստիպել այդ դատարկությունները փոխել ձևը, սեղմվել, ընդլայնվել, ռեզոնանս։ Հենց այդպես է ծնվում երաժշտությունը, ճնշում, արձակում, տատանում։ Եվ լուսինը, այս հսկայական մետաղական կառուցվածքը, սկսում է երգել։ Բայց ինչու մենք չենք լսում այդ երգը։ Պատասխանը պարզ է, հաճախականությունը շատ ցածր է։ Մարդու ականջը լսում է 20-ից 20 հազար հերց, լուսնի ռեզոնանսը ներքև 1 հերց։ Ինֆրաձայն, անլսելի մեզ համար, բայց ոչ անզգայելի սարքերի համար, եւ ոչ անզգայելի լուսնի ներքին կառուցվածքի համար։ Այդ ցածր հաճախականությունները կարող են տարածվել հարյուրավոր կիլոմետրերով, անցնել ամբողջ մարմնով, ստեղծել ռեզոնանս խորքում։ 2020 թվականին դոկտոր Սյուզան Սմրեկարը, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի երկրաֆիզիկոս, ստեղծեց նոր մոդել լուսնի ներքին կառուցվածքի։ Նա օգտագործեց բոլոր հասանելի տվյալները Ապոլոնի սեյսմոմետրներից, Չանգե 4-ից, գրավիտացիոն չափումներից, մագնիսական անոմալիաներից։ Նա մուտքագրեց այդ ամենը հզոր համակարգիչ եւ թողեց նրան հաշվարկել։ Արդյունքը ցնցող էր։ Լուսինը ներսից նման է շվեյցարական պանրի, ամուր մատրիցա, լի անհամասեռ դատարկություններով։ Մակերեսից 100 կիլոմետր խորությամբ, փոքր խոռոչներ, լավայի թունելներ, ճեղքեր։ 100-ից 200 կիլոմետր ավելի մեծ դատարկություններ, հավանաբար հին մագմայի պալատներ։ 200-ից 500 կիլոմետր անցումային շերտ, որտեղ ամուր նյութը խառնվում է մասնակիորեն հալած շերտերի հետ։ Եվ կենտրոնում փոքր ամուր կորիզ, հավանաբար երկաթե, շրջապատված բարակ հեղուկ շերտով։ Դոկտոր Սմրեկարի հաշվարկները ցույց տվեցին, որ լուսնի ընդհանուր ծավալի մոտավորապես 10%-ը դատարկություն է։ 10%, պատկերացրեք։ Լուսինը, այս հսկայական օբյեկտը 38,000 կիլոմետր հեռավորության վրա 1/10-ը դատարկ է։ Դա նշանակում է ծավալ մոտավորապես 2 միլիարդ խորանարդ կիլոմետր։ Բավական է տեղավորելու ամբողջ երկրի մթնոլորտը, կամ բոլոր օվկիանոսները, կամ ամբողջ մարդկությունը, հազարապատիկ։ Բայց ինչու է դա կարևոր։ Ինչու պետք է մեզ հետաքրքրի, որ լուսինը ներսից դատարկ է։ Դոկտոր Փիլ Մեծգերը, Ֆլորիդայի համալսարանի մոլորակագետ, բացատրեց 2022 թվականին։ Լուսնի դատարկությունները փոխում են ամեն ինչ, ինչ մենք գիտենք մոլորակների ձևավորման մասին։ Մինչ այժմ մենք կարծում էինք, որ բոլոր երկնային մարմինները ձևավորվում են նույն սկզբունքով։ Նյութը կուտակվում է, ծանր տարրերը իջնում են կենտրոն, թեթևները մնում են վերևում, ստացվում է շերտավորված կառուցվածք։ Բայց լուսինը ցույց է տալիս, որ կարող է լինել այլ ճանապարհ։ Արագ ձևավորում, բռնի միավորում, անհամասեռ սառեցում։ Արդյունքում կառուցվածք, որը չի համապատասխանում ստանդարտ մոդելներին։ Եվ եթե լուսինը այդպես է, ինչու ոչ այլ մարմիններ։ Ինչու ոչ Մարսի արբանյակները, Ֆոբոսը եւ Դեյմոսը։ Ինչու ոչ Յուպիտերի եւ Սատուրնի տասնյակ արբանյակները։ Ինչու ոչ աստերոիդները։
2015 թվականին Ճապոնիայի Հայաբուսա 2 տիեզերանավը վերադարձավ աստերոիդ Ռյուգուից։ Նա բերեց նմուշներ, փոքր հատիկներ աստերոիդի մակերեսից։ Դոկտոր Տոմոկի Նակամուրան, Տոկիոյի հոկեյի համալսարանի երկրաքիմիկոս, վերլուծեց այդ նմուշները եւ հայտնաբերեց ինչ-որ անսպասելի բան։ Հատիկները պարունակում էին փոքր դատարկություններ, պղպճակներ, խոռոչներ, ճիշտ ինչպես լուսնային ապարները։ Դոկտոր Նակամուրան առաջարկեց նոր տեսություն։ Եթե աստերոիդները ձևավորվել են արագ բախումների, պայթյունների, միավորումների արդյունքում, նրանք կարող են պարունակել դատարկություններ։ Ոչ մեծ, ինչպես լուսնի վրա, բայց բավական է փոխելու նրանց ֆիզիկական հատկությունները, խտությունը, ամրությունը, ռեզոնանսը։ Եվ դա նշանակում է, որ մեր ողջ պատկերացումը արեգակնային համակարգի մասին կարող է սխալ լինել։ Պատկերացրեք, որ մենք ուղարկում ենք տիեզերանավ աստերոիդի վրա։ Մենք հաշվարկում ենք նրա զանգվածը, հիմնվելով ծավալի եւ ենթադրյալ խտության վրա։ Մենք պլանավորում ենք վայրեջք։ Բայց եթե աստերոիդը ներսից դատարկ է, նրա իրական զանգվածը ավելի փոքր է, ձգողականությունը ավելի թույլ է։ Տիեզերանավը կարող է բաց թողնել, կամ հարվածվել ավելի ուժեղ, քան սպասվում էր, կամ ընդհանրապես ոչնչացվել։ Դոկտոր Դանիել Շերեսը, Արիզոնայի համալսարանի աստղաֆիզիկոս, հաշվարկեց, որ մոտավորապես 20% աստերոիդները կարող են պարունակել զգալի դատարկություններ։ 20%։ Դա նշանակում է հազարավոր օբյեկտներ միայն Երկրի մոտ եւ միլիոնավորներ ամբողջ արեգակնային համակարգում։ Յուրաքանչյուրը պոտենցիալ վտանգ կամ պոտենցիալ ռեսուրս, որովհետև դատարկությունները նշանակում են ոչ միայն վտանգ, դրանք նշանակում են նաև հնարավորություններ։ 2018 թվականին Լյուքսեմբուրգի տիեզերական գործակալությունը հայտարարեց ծրագրի մասին՝ ուսումնասիրել աստերոիդների ներսում հնարավոր դատարկությունները։ Նպատակը գտնել բնական հանգարներ, որտեղ կարելի է պահել սարքավորումներ, ստեղծել բազաներ, պաշտպանվել ռադիացիայից, ճիշտ ինչպես լուսնի վրա։ Դոկտոր Ժան-Ժակ Դորթենը, Լյուքսեմբուրգի տիեզերական ռեսուրսների կենտրոնի տնօրեն, բացատրեց տրամաբանությունը։ Աստերոիդները պարունակում են հարստություններ, մետաղներ, հազվագյուտ տարրեր, ջուր, բայց դրանք հանելը դժվար է։ Պետք է ստեղծել ենթակառուցվածք, պաշտպանություն, էներգիա։ Եթե աստերոիդը ներսից դատարկ է, մենք կարող ենք օգտագործել այդ դատարկությունը, ստեղծել բազա ներսում, պաշտպանված, կայուն, անվտանգ։ Բայց ինչպես գտնել այդ դատարկությունները։ Դոկտոր Ստիվեն Օստրոն, Կորնելի համալսարանի աստղաֆիզիկոս, առաջարկեց օգտագործել ռադարային տոմոգրաֆիա։ Ուղարկել ռադարային ալիքներ աստեռ-ռադարային ալիքներ աստերոիդի մակերեսից։ Ալիքները կթափանցեն ներս, կարտացոլվեն դատարկություններից, կվերադառնան։ Մենք կվերլուծենք արձագանքները, կվերակառուցենք ներքին կառուցվածքը, ճիշտ ինչպես սեյսմիկ տոմոգրաֆիան լուսնի վրա։ 2020 թվականին ՆԱՍԱ-ն սկսեց Lunar Resonance Mapping ծրագիրը։ Նպատակը ստեղծել մանրամասն քարտեզ լուսնի բոլոր դատարկություններից։ Ոչ միայն մեծ թունելները, ոչ միայն հայտնի խոռոչները, բոլոր դատարկությունները, մինչև 1 մետր չափով։ Ծրագիրը պահանջում էր նոր սարքավորումներ, նոր տիեզերանավներ, նոր մեթոդներ։ Դոկտոր Լիզա Պրատը, Jet Propulsion լաբորատորիայի ինժեներ, մշակեց նոր տեսակի ռադար, կարող է թափանցել 100 մետր խորությամբ լուսնային ապարների մեջ։ Ռադարը օգտագործում էր ցածր հաճախականություններ, 1-ից 10 մեգահերց։ Այդ հաճախականությունները կարող էին անցնել ապարների մի միջով, չկորցնելով էներգիան։ Արտացոլվել դատարկություններից, վերադառնալ հստակ ազդանշաններով։ 2022 թվականին առաջին տեստային տիեզերանավը թռավ լուսնի շուրջ։ Նա սկանավորեց օվկիանոս պրոցելարումի տարածքը 100 քառակուսի կիլոմետր։ Արդյունքները գերազանցեցին սպասելիքները։ Ռադարը հայտնաբերեց 35 նոր թունել, 118-ը խոռոչ, հազարավոր փոքր դատարկություններ։ Ամբողջ ցանց, փոխկապակցված, բարդ, անսպասելի։ Դոկտոր Պրատը վերլուծեց տվյալները եւ հայտնաբերեց օրինաչափություն։ Դատարկությունները չէին տեղակայված պատահականորեն, նրանք հետևում էին հին լավայի հոսքերի ուղիներին։ Տեղերը, որտեղ 3 միլիարդ տարի առաջ հեղուկ ապարը հոսում էր դեպի մակերես։ Լավան ստեղծել էր ճանապարհներ, թունելներ, ցանց, եւ երբ նա սառեց, ցանցը մնաց։ Անձեռն մխելի, պահպանված, սպասելով մեզ։ Բայց ամենահետաքրքիրը դեռ առաջ էր, երբ դոկտոր Պրատի թիմը վերլուծեց ավելի խորը շերտերը, 100-ից 200 մետր խորությամբ, նրանք հայտնաբերեցին ինչ-որ անսպասելի բան։ Մեծ դատարկություններ, ավելի մեծ, քան մակերեսային թունելները, խոռոչներ, 500-ից 1000 մետր լայնությամբ, ձգվող կիլոմետրերով։
Հավանաբար հին մագմայի պալատներ, որտեղ երբեմն կուտակվում էր հեղուկ ապարը, նախքան պորտկելը դեպի մակերես։ Դոկտոր Քևին Քենոնը, Կոլորադոյի համալսարանի երկրաբան, հաշվարկեց, որ ամենամեծ պալատները կարող են լինել մինչև 3 կիլոմետր լայնությամբ։ 3 կիլոմետր։ Պատկերացրեք դատարկություն, 3 կիլոմետր լայնությամբ, 5 կիլոմետր երկարությամբ, 100 մետր բարձրությամբ։ Ծավալ, 1 խորանարդ կիլոմետր։ Բավական է տեղավորելու ամբողջ քաղաք միլիոն բնակիչներով, կամ հսկայական ջերմոց կերակրելու համար միլիոնավորներին, կամ արտադրամաս ստեղծելու տիեզերանավներ։ Բայց կա մեկ խնդիր. այդ պալատները խորն են, 100 մետր ապարների տակ։ Ինչպես հասնել նրանց։ Դոկտոր Քենոնը առաջարկեց օգտագործել բնական ճանապարհները, լավայի թունելները, որոնք կապում են մակերեսը խորը պալատների հետ։ Ռադարային տվյալները ցույց էին տալիս, որ շատ թունելներ իջնում են ուղղահայաց կամ թեք անկյուններով։ Հետևելով այդ թունելներին, մենք կարող ենք հասնել պալատներին առանց փորելու։ 2024 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտարարեց Lunar Cave Explorer ծրագրի մասին։ Նպատակը ուղարկել ռոբոտ լուսնի վրա, որը կարող է ուսումնասիրել թունելները ներսիցից։ Ռոբոտը պետք է լինի փոքր, հարմար նեղ անցումների համար, թեթև, չվնասելու կառուցվածքը, ինքնավար, աշխատելու առանց մշտական կապի եւ խելացի, կարողանալու ընտրել ճանապարհը, խուսափել վտանգներից, վերադառնալ անվտանգ։ Դոկտոր Ֆրանչեսկո Սավինին, Իտալիայի տիեզերական գործակալության ռոբոտաշինող, մշակեց նախատիպ։ Ռոբոտը նման էր փոքր սողունի, 2 մետր երկարությամբ, 20 սանտիմետր լայնությամբ։ 6 անիվ, յուրաքանչյուրը անկախ կառավարվող։ Ռադար, սկանավորելու ճանապարհը։ Լիդար, չափելու հեռավորությունները։ Տեսախցիկներ, գրանցելու պատկերները։ Եվ արհեստական ինտելեկտ, վերլուծելու տվյալները, կայացնելու որոշումներ։ 2025 թվականին առաջին տեստը երկրի վրա։ Դոկտոր Սավինին տեղափոխեց ռոբոտը Իսլանդիա, Վատնայոկուդլ սառցադաշտի տակ գտնվող լավայի թունելներ։ Այդ թունելները նման են լուսնայինին, նույն ծագումը, նույն կառուցվածքը, նույն դժվարությունները։ Ռոբոտը մտավ թունել եւ անհետացավ խավարի մեջ։ 3 ժամ անընդհատ շարժում, 5 կիլոմետր խորությամբ, հետո վերադարձ, անվնաս, տվյալներով, քարտեզներով, պատկերներով։ Արդյունքները ցույց տվեցին, որ ռոբոտը կարող է աշխատել, կարող է նավարկել բարդ ճանապարհներով, կարող է խուսափել խոչընդոտներից, կարող է վերադառնալ։ Բայց լուսինը ավելի դժվար է, քան Իսլանդիան։ Ավելի սառը, ավելի մութ, ավելի վտանգավոր։ Պետք էր ավելի լավ ռոբոտ, ավելի խելացի, ավելի ինքնավար։ 2026 թվականին NASA-ն միացավ ծրագրին։ Նրանք բերեցին փորձ արհեստական ինտելեկտի ոլորտում։ Դոկտոր Ամանդա Պրոկտորը, Jet Propulsion լաբորատորիայի ծրագրավորող, ստեղծեց նոր ալգորիթմ, թույլ է տալիս ռոբոտին սովորել իր սխալներից։ Յուրաքանչյուր անգամ, երբ ռոբոտը բախվում էր խոչընդոտի, նա հիշում էր, վերլուծում էր, փոխում էր ռազմավարությունը։ Հաջորդ անգամ ավելի լավ, ավելի արագ, ավելի անվտանգ։ 2027 թվականին առաջին իրական թեստը լուսնի վրա։ Արտեմիս 5 առաքելությունը տեղափոխեց 2 ռոբոտ Mare Imbrium-ի եզրը, անձրևների ծովի ափը։ Ռադարային տվյալները ցույց էին տվել հսկայական թունել, 100 մետր լայնությամբ, իջնող ուղղահայաց մակերեսից։ Թունելի մուտքը ընդամենը 30 մետր լայնությամբ, բայց ներսում ընդարձակում, խորացում, անհայտություն։ Դոկտոր Մարկ Վատկինսը, առաքելության հրամանատար, նստած էր Հյուսթոնի վերահսկման կենտրոնում եւ հետևում էր էկրաններին։ Առաջին ռոբոտը Explorer A մոտեցավ մուտքին։ Լիդարը սկանավորեց ճեղքը։ Տեսախցիկները գրանցեցին պատկերը, մութ անցում, իջնող անհայտ խորություններ։ Ռադարը ուղարկեց ազդանշաններ ներս։ Արձագանքները վերադարձան 3 վայրկյանից։ Թունելը շարունակվում էր առնվազն 500 մետր խորությամբ։ Explorer A-ն մտավ։ Լույսերը միացան, հզոր LED լամպեր, որոնք լուսավորում էին 30 մետր առաջ։ Պատերը հարթ, վառ, պատված բազալտով։ Հատակը ծածկված մանր փոշով, ռեգոլիտով, որը կուտակվել էր միլիոնավոր տարիների ընթացքում։ Առաստաղը բարձր, անհասանելի լույսերի համար։ Ռոբոտը շարժվեց դանդաղ, 1 մետր վայրկյանում։ Յուրաքանչյուր 10 մետրը կանգ, սկանավորում, վերլուծություն, որոշում։ 50 մետր խորությամբ, առաջին անակնկալը։ Թունելը բաժանվեց 2 ճյուղի։ Ձախ ճյուղը նեղ իջնող սուր անկյան տակ։ Աջ ճյուղը լայն շարունակվող հորիզոնական։
Արհեստական ինտելեկտը վերլուծեց տվյալները, ձախ ճյուղը ռիսկային, հավանականություն 40% անցանելիության։ Աջ ճյուղը անվտանգ, հավանականություն 95%։ Ռոբոտը ընտրեց աջը։ 100 մետր խորությամբ թունելը ընդարձակվեց։ Լայնությունը հասավ 200 մետրի, բարձրությունը 50 մետր։ Ռոբոտի լույսերը այլևս չէին հասնում պատերին։ Լիդարը ցույց էր տալիս հսկայական տարածություն, ձգվող առնվազն 300 մետր առաջ։ Հատակը դարձավ անհարթ, լի թլի փոքր կրատերներով, ճեղքերով, քարերով։ Ռոբոտը դանդաղեցրեց։ Կես մետր վայրկյանում։ Դոկտոր Վատկինսը նայեց տվյալներին և զգաց ինչ-որ անսովոր բան։ Ջերմաստիճանը։ Մակերեսին -170 աստիճան, բայց այստեղ 100 մետր խորությամբ -50, տարբերությունը 120 աստիճան։ Ինչու՞։ Ապարները պետք է լինեին սառը։ Լուսինը չունի ներքին ջերմության աղբյուր, բայց տվյալները ցույց էին տալիս ինչ-որ այլ բան։ Ռադիոակտիվ տարրերի քայքայում։ Թորիում, ուրան, պոտասիում։ Նրանք արտադրում էին ջերմություն, փոքր քանակություն, բայց բավական է, պահպանելու ջերմաստիճանը բարձր, քան մակերեսին։ 200 մետր խորությամբ։ Էքսպլորերն հասավ ինչ-որ անհավատալի։ Թունելը հանկարծ ընդարձակվեց հսկայական խոռոչի մեջ։ Լիդարը չէր կարողանում չափել ամբողջ տարածությունը, ազդանշանները կորչում էին հեռավորության մեջ։ Ռոբոտը կանգնեց եզրին և սկսեց սկանավորել։ 10 րոպե անընդհատ չափումներ։ Արդյունքը ցնցող։ Խոռոչը 600 մետր լայնությամբ, 800 մետր երկարությամբ, 120 մետր բարձրությամբ, ծավալ մոտավորապես 58 միլիոն խորանարդ մետր։ Դոկտոր Վատկինսը հաշվարկեց արագ։ 58 միլիոն խորանարդ մետր։ Դա բավական է տեղավորելու 20 Empire State Building կամ ամբողջ փոքր քաղաք 50,000 բնակիչներով, և դա միայն մեկ խոռոչ է։ Ռադարային տվյալները ցույց էին տալիս, որ Մարե իմբրիումում կան առնվազն 30 նման խոռոչներ, և ամբողջ լուսնի վրա հավանաբար հազարավոր։ Բայց ամենահետաքրքիրը դեռ առաջ էր։ Երբ Էքսպլորեր անսկանավորեց խոռոչի հատակը, նա հայտնաբերեց ինչ-որ անսպասելի բան։ Մետաղական արտացոլում։ Փայլ։ Ռոբոտը իջավ դանդաղ, օգտագործելով հատուկ կաբել։ 120 մետր ուղղահայաց իջնում, հասավ հատակին։ Լույսերը լուսավորեցին մակերեսը, և դոկտոր Վատկինսը տեսավ ինչ-որ բան, ինչը փոխեց ամեն ինչ։ Հատակը ծածկված էր մետաղական շերտով, ոչ ապար, ոչ բազալտ, մետաղ, փայլուն, հարթ, արտացոլող։ Սպեկտրոմետրը վերլուծեց կազմը. երկաթ 65%, նիկել 28%, կոբալտ 5%։ Մնացածը հազվագյուտ տարր, իրիդիում, պլատին, ոսկի։ Մետաղը ձևավորել էր շերտ, մոտավորապես 3 մետր հաստությամբ, ծածկում էր ամբողջ հատակը, մոտավորապես 50,000 քառակուսի մետր։ Դոկտոր Սարաչենը, ՆԱՍԱ-ի երկրաքիմիկոս, վերլուծեց տվյալները Հյուսթոնում։ Նա հաշվարկեց, որ մետաղական շերտը պարունակում է մոտավորապես 450,000 տոննա մետաղ։ 450,000 տոննա։ Դա ավելի շատ է, քան ամբողջ մարդկությունը արտադրում է մեկ տարում։ Եվ դա միայն մեկ խոռոչում է, մեկ տեղում, լուսնի վրա։ Բայց ինչպես հայտնվեց այդ մետաղը այնտեղ։ Դոկտոր Չենը առաջարկեց տեսություն։ Երբ լուսինը ձևավորվում էր, ծանր մետաղները փորձեցին իջնել կենտրոն, բայց լուսինը սառեց արագ։ Մետաղները չհասցրին իջնել ամբողջովին, մի մասը մնաց մանթիայում։ Հետո, երբ վուլկանական ակտիվությունը սկսվեց, լավան բարձրացավ դեպի մակերես։ Նա տարավ մետաղները իր հետ։ Երբ լավան հասավ խոռոչներին, նա դանդաղեցավ, սառեց։ Ծանր մետաղները իջան հատակին, ձևավորեցին շերտ։ Մնացին այնտեղ միլիարդավոր տարիներ։ 2028 թվականին Explorer B ռոբոտը ուսումնասիրեց երկրորդ խոռոչը 300 կիլոմետր հեռավորության վրա։ Նույն պատկերը, մետաղական հատակ, երկաթ, նիկել, հազվագյուտ տարր, բայց այս անգամ ավելի հաստ շերտ, 5 մետր, ավելի շատ մետաղ, ավելի շատ ռեսուրսներ։ Դոկտոր Չենը հաշվարկեց, որ եթե բոլոր լուսնային խոռոչները պարունակում են նման մետաղական շերտեր, ընդհանուր քանակությունը կարող է հասնել մի քանի միլիարդ տոննայի։ Մի քանի միլիարդ տոննա մետաղ, լուսնի վրա, պաշտպանված ապարների տակ, սպասելով մեզ։ Դա փոխում էր ամեն ինչ։ Մինչ այժմ մենք կարծում էինք, որ լուսինը աղքատ է մետաղներով, որ մենք պետք է տանենք ամեն ինչ երկրից, կամ հանենք աստերոիդներից, բայց հիմա մենք գիտենք, լուսինը հարուստ է, ոչ մակերեսին, խորքում, թաքնված, բայց հասանելի։
2029 թվականին Արտեմիս 7 առաքելությունը տեղափոխեց առաջին փորող սարքավորումները լուսնի վրա։ Նպատակը ստեղծել թունել մակերեսից մինչև մետաղական շերտ, ոչ ուղղահայաց, ոչ խորը։ Թեք թունել 30 աստիճան անկյան տակ, 200 մետր երկարությամբ։ Հասնելու համար խորոչին, որը Explorer An հայտնաբերել էր։ Դոկտոր Ռիչարդ Մորիսը, Կոլորադոյի հանքային դպրոցի ինժեներ, մշակեց հատուկ փորիչ։ Ոչ ավանդական գայլիկոն, ոչ պայթուցիկ նյութեր, լազերային փորիչ, հզոր լազեր, 10 կիլովատ հզորությամբ։ Նա հալեցնում էր ապարը, գոլորշիացնում էր նրան, ստեղծում էր թունել, հարթ պատերով, կատարյալ ձևով։ Արագությունը 1 մետր ժամում։ Դանդաղ, բայց ճշգրիտ։ Անվտանգ։ Փորումը սկսվեց 2030 թվականի մարտին։ Լազերը աշխատեց անընդհատ 24 ժամ օրը։ Արեգակնային պանելները ապահովում էին էներգիան ցերեկը, մարտկոցները գիշերը։ Յուրաքանչյուր 10 մետրը ամրացում։ Մետաղական կոնստրուկցիաներ պահելու թունելի պատերը։ Պաշտպանություն փլուզումից։ 3 ամիս անընդհատ աշխատանք, 200 մետր թունել և վերջապես հասնելը։ Երբ լազերը ճեղքեց վերջին շերտը, նա բացեց անցում դեպի խորոչ։ Տեսախցիկները գրանցեցին առաջին պատկերները։ Հսկայական տարածություն, մութ, անդառնալի, բայց հիմա հասանելի։ Դոկտոր Մորիսը ուղարկեց փոքր դրոններս։ Դրոնը թռավ խորոչի վրայով, լուսավորելով մետաղական հատակը։ Գրանցեց մանրամասն տեսանյութ, վերցրեց նմուշներ, վերադարձավ։ Նմուշները վերլուծվեցին Արտեմիս բազայում։ Հաստատվեց, մետաղը բարձր որակի է, երկաթը մաքուր, առանց կեղտոտումների։ Նիկելը հարմար համաձուլվածքների համար, հազվագյուտ տարրերը արժեքավոր, օգտակար։ Դոկտոր Ջեյմս Լոգանը, NASA-ի մետալուրգ, հաշվարկեց, որ 1 տոննա այդ մետաղը արժե մոտավորապես $2 միլիոն երկրի վրա։ 450,000 տոննա $900 միլիարդ, միայն 1 խորոչում։ Բայց ամենակարևորը ոչ թե արժեքն էր, ամենակարևորը հասանելիությունը։ Մետաղը լուսնի վրա, ոչ թե երկրից տանելու, ոչ թե աստերոիդներից հանելու, այստեղ, պաշտպանված, սպասելով։ Դոկտոր Ելոն Մասկը, SpaceX-ի հիմնադիր, հայտարարեց 2031 թվականին լուսնային մետաղը կարող է դառնալ հիմք նոր տնտեսության համար։ Ոչ թե տանել ամեն ինչ երկրից, արտադրել լուսնի վրա, օգտագործել տեղական ռեսուրսները, կառուցել տիեզերանավներ այնտեղ, թռչել Մարս, ավելի հեռու։ 2032 թվականին առաջին փորձարարական հալոցը լուսնի վրա, փոքր կառույց, 10 մետր երկարությամբ, արեգակնային հնոցներ, կենտրացնում էին արեգակնային լույսը։ Ջերմաստիճանը 1500 աստիճան, բավական է հալեցնելու երկաթը։ Առաջին փորձը 5 կիլոգրամ մետաղ, հալեցում, ձուլում, սառեցում, արդյունք երկաթե ձող, մաքուր, ամուր, պատրաստ օգտագործման։ Դոկտոր Անժելա Բիբիկովան, Ռուսաստանի, տիեզերական գործակալության մետալուրգ, վերլուծեց ձողը։ Որակը գերազանց, ամրությունը բարձր, պիտանի կառուցվածքների համար, պիտանի տիեզերանավների համար, պիտանի ամեն ինչի համար։ Նա հաշվարկեց, որ 1 խորոչի մետաղից կարելի է արտադրել բավական նյութ կառուցելու 100 տիեզերանավ, կամ 1000 բնակելի մոդուլ, կամ ամբողջ քաղաք։ Բայց մետաղը միայն սկիզբն էր։ Երբ Explorer-C ռոբոտը ուսումնասիրեց 3-րդ խորոչը, նա հայտնաբերեց ինչ-որ ավելի արժեքավոր։ Ջուր, ոչ հեղուկ, սառույց։ Փոքր բյուրեղներ խառնված ռեգոլիտի հետ։ Կոնցենտրացիան 3%, ոչ շատ, բայց բավական։ Դոկտոր Ռիչարդ Դեյվիսը, Բրաուն համալսարանի երկրաքիմիկոս, հաշվարկեց, որ 1 խորոչը կարող է պարունակել մոտավորապես 3 միլիոն տոննա սառույց։ 3 միլիոն տոննա ջուննա, ջուր, լուսնի վրա, պաշտպանված արեգակնային ճառագայթներից, սառած, պահպանված միլիարդավոր տարիներ։ Դա փոխում էր ամեն ինչ։ Ջուրը նշանակում է կյանք, խմելու ջուր, թթվածին շնչելու համար, ջրածին վառելիք, ամեն ինչ, ինչ պետք է մարդուն գոյատևելու համար։ Եվ հիմա մենք գիտենք, որ այն կա լուսնի վրա։ Ոչ միայն բևեռներում, ոչ միայն մշտական ստվերի տարածքներում, խորքում, խորոչներում, հասանելի։ 2033 թվականին Արտեմիս 10 առաքելությունը սկսեց ջրի արդյունահանումը։ Փորող ռոբոտներ մտան խորոչ, հավաքեցին ռեգոլիտ, լի սառույցով, տեղափոխեցին մշակման կայան, այնտեղ տաքացում, գոլորշիացում, կոնդենսացում, մաքրում, արդյունք մաքուր ջուր։
Առաջին օրը 100 լիտր, առաջին շաբաթը 1000 լիտր, առաջին ամիսը 30,000 լիտր։ Դոկտոր Լինդա Էլկինսը, NASA-ի կենսաբան, օգտագործեց այդ ջուրը առաջին լուսնային ջերմոցում։ Փոքր կառույց, 100 քառակուսի մետր, արհեստական լույս, վերահսկվող մթնոլորտ, հող, ստեղծված լուսնային ռեգոլիտից և օրգանական նյութերից։ Առաջին բույսերը՝ սալատ, ռեդիս, լոլիկ։ Նրանք աճեցին։ Դանդաղ, բայց աճեցին։ 3 ամիս հետո առաջին բերք։ Փոքր, բայց իրական։ Սնունդ, աճեցված լուսնի վրա։ Դոկտոր Էլկինսը համտեսեց առաջին լոլիկը։ Համը, տարբեր, ավելի քաղցր, ավելի ինտենսիվ։ Հավանաբար պատճառը լուսնի ցածր ձգողականությունն էր։ Բույսերը աճում էին այլ կերպ, արմատները ավելի երկար, ցողունները ավելի բարակ, բայցը ավելի բարակ, բայց դրանք աճում էին, և դա նշանակում էր, որ մարդիկ կարող են ապրել լուսնի վրա, ոչ միայն գոյատևել, ապրել, աճեցնել սնունդ, ստեղծել տնտեսություն, կառուցել ապագա։ 2034 թվականին առաջին մշտական բազան խոռոչում, 50 մարդ, գիտնականներ, ինժեներներ, բժիշկներ։ Նրանք ապրում էին բնական պաշտպանության տակ, 100 մետր ապարներ վերևում, պաշտպանություն ռադիացիայից 100%, պաշտպանություն մետեորիտներից 100%, կայուն ջերմաստիճան -20 աստիճան, տաքացում արեգակնային էներգիայից, ջուր տեղական սառույցից, սնունդ ջերմոցներից, թթվածին ջրի էլեկտրոլիզից։ Դոկտոր Մայքլ Կոլինսը, բազայի հրամանատար, զեկուցեց երկիր. «Տյանքը խոռոչում աշխատում է, մարդիկ առողջ են, բարոյական ոգին բարձր, արտադրողականությունը գերազանց։ Նրանք արդեն սկսել են ընդլայնել բազան, փորել նոր թունելներ, ստեղծել նոր մոդուլներ։ Պլանը՝ հասնել 200 մարդու մինչև 2036 թվականը, 500 մարդու մինչև 2020, 1000 մարդու մինչև 2040, բայց ամենահետաքրքիրը դեռ առաջ էր, երբ դոկտոր Թոմաս Զուբրինը, Mars Society-ի հիմնադիր, վերլուծեց լուսնային բազայի տվյալները։ Նա հասկացավ ինչ-որ կարևոր բան։ Լուսինը կարող է դառնալ ցատկի տախտակ դեպի Մարս, ոչ թե թռչել ուղղակիորեն երկրից, կանգ լուսնի վրա, լիցքավորել վառելիքը, արտադրված լուսնային ջրածնից, վերցնել պաշարներ, արտադրված լուսնային ռեսուրսներից, հետո թռիչք դեպի Մարս։ Հաշվարկները ցույց տվեցին, որ այդ մոտեցումը խնայում է մոտավորապես 60% վառելիքի։ 60%։ Դա նշանակում է, որ տիեզերանավը կարող է լինել ավելի թեթև, կամ տանել ավելի շատ բեռ, կամ թռչել ավելի արագ։ Լուսինը դառնում էր կոսմիկ նավահանգիստ, կայան, բազա, ելակետ դեպի խորը տիեզերք։ 2035 թվականին առաջին տիեզերանավը կառուցված լուսնի վրա։ Mars Explorer A, մետաղը լուսնային խոռոչներից, վառելիքը լուսնային ջրածին, պաշարները լուսնային ջերմոցներից։ Անձնակազմը 6 մարդ։ Նրանք բարձրացան լուսնի մակերեսից, թռան դեպի Մարս։ Ճանապարհորդությունը տևեց 6 ամիս։ Նրանք հասան, վայրէջք կատարեցին, սկսեցին ուսումնասիրել։ Դոկտոր Զուբրինը նայեց տվյալներին և հասկացավ, մենք սկսել ենք նոր դարաշրջան։ Մարդկությունը այլևս սահմանափակված չէ երկրով, մենք ունենք բազա լուսնի վրա, մենք ունենք ռեսուրսներ, մենք ունենք տեխնոլոգիա, մենք կարող ենք ընդլայնվել։ Մարս, աստերոիդներ, Յուպիտերի արբանյակներ, ավելի հեռու։ Եվ այդ ամենը սկսվեց մեկ հայտնագործությունից։ Լուսինը զանգում է, երբ հարվածվում է։ 3 ժամ անընդհատ ռեզոնանս։ Ազդանշան, որը ասաց մեզ, լուսինը տարբեր է, հատուկ է, լի է դատարկություններով, մետաղներով, սառույցով, լի է հնարավորություններով, բայց սպասեք մի վայրկյան։ Գիտեմ, թե ինչ եք մտածում հենց հիմա։ Դուք նստած եք, լսում եք այս պատմությունը, և ձեր գլխում ձևավորվում է մի միտք. սա հնչում է չափազանց լավ, որպեսզի լինի ճշմարիտ։ Մետաղական հատակներ, միլիարդավոր տոննա ռեսուրսներ, կատարյալ բազաներ։ Դուք լսել եք նման բաներ նախկինում, լուսնային բազաներ, մարսյան գաղութներ, տիեզերական հանքարդյունաբերություն, միշտ 10 տարի հեռու, միշտ շուտով, բայց երբեք չի տեղի ունենում։ Եվ դուք իրավացի եք լինել կասկածամիտ, որովհետև պատմությունը լի է փայլուն խոստումներով, որոնք չիրականացան։ 1969 թվականին մենք խոստացանք լուսնային բազաներ մինչև 1980-ը, չստացվեց։ 1980 թվականին մենք խոստացանք Մարս մինչև 2000, չստացվեց։
2000 թվականին մենք խոստացանք տիեզերական զբոսաշրջություն մինչև 2010-ը, դա էլ չստացվեց։ Ուստի ինչու այս անգամ պետք է լինի այլ կերպ։ Թույլ տվեք բացատրեմ ձեզ ինչն է փոխվել, եւ ինչու այս անգամ առաջին անգամ մարդկության պատմության մեջ մենք իսկապես կարող ենք դա անել։ Խնդիրը երբեք չէր եղել տեխնոլոգիան։ Մենք ունեինք տեխնոլոգիա լուսնային բազաներ կառուցելու համար դեռևս 1970 թվականին։ Սատուրն 5 հրթիռը կարող էր տանել բեռ։ Ապոլոն ծրագիրը ցույց տվեց, որ մենք կարող ենք ապրել այնտեղ։ Խնդիրը տնտեսությունն էր։ Յուրաքանչյուր կիլոգրամ, որը մենք ուղարկում էինք լուսին, արժենում էր տասնյակ հազարավոր դոլարներ։ Կառուցել բազա նշանակում էր ուղարկել հարյուրավոր տոննաներ, միլիարդավոր դոլարներ, տրիլիոնավոր։ Ոչ մի երկիր չէր կարող թույլ տալ։ Բայց հիմա հավասարումը փոխվել է։ 2036 թվականին դոկտոր Ռաջեշ Շարման, Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության տնտեսագետ, հրապարակեց ուսումնասիրություն, որը ցնցեց ամբողջ ոլորտը։ Նա հաշվարկեց իրական ծախսերը լուսնային բազայի համար, օգտագործելով տեղական ռեսուրսները։ Ոչ թե տանել ամեն ինչ երկրից, օգտագործել այն, ինչ լուսինը տալիս է։ Մետաղը խոռոչներից, ջուրը սառույցից, թթվածինը ապարներից, արդյունքը անհավատալի։ Ավանդական մոտեցումը տանել ամեն ինչ երկրից արժենում էր մոտավորապես 200 միլիարդ դոլար 100 մարդու բազայի համար։ 200 միլիարդ։ Նույն գումարը, որը ամբողջ աշխարհը ծախսում է տիեզերական ծրագրերի վրա 3 տարում։ Անիրագործելի։ Բայց Շարմայի հաշվարկները ցույց տվեցին, օգտագործելով լուսնային ռեսուրսները, ծախսերը իջնում են մինչև 25 միլիարդ։ 8 անգամ ավելի քիչ։ Հանկարծ իրագործելի։ Բայց նույնիսկ 25 միլիարդը շատ է։ Ուստի ինչու ներդրողները հանկարծ հետաքրքրված են։ Պատասխանը պարզ է՝ վերադարձ։ Դոկտոր Շարման հաշվարկեց, որ լուսնային բազան կարող է արտադրել ապրանքներ, որոնք արժեն ավելի շատ, քան ծախսերը։ Մետաղ, արտահանելու դեպի երկրի ուղեծիր։ Հազվագյուտ տարրեր էլեկտրոնիկայի համար։ Հելիում 3, ապագա ֆուզիոն ռեակտորների համար։ Եվ ամենակարևորը՝ վառելիք։ Լուսնային ջրածինը կարող է դառնալ տիեզերական վառելիքի ստանդարտ։ Արտադրել այն լուսնի վրա արժենում է մոտավորապես 5 դոլար կիլոգրամը։ Տանել այն երկրից արժենում է 200 դոլար կիլոգրամը։ Տարբերությունը 40 անգամ։ Յուրաքանչյուր տիեզերանավ, որը թռչում է դեպի Մարս, պետք է վառելիք։ Յուրաքանչյուր արբանյակ, որը պետք է վերալիցքավորվի ուղեծրում, պետք է վառելիք։ Եվ լուսինը կարող է տրամադրել այդ վառելիքը 40 անգամ ավելի էժան։ 2037 թվականին առաջին մասնավոր ընկերությունը Lunar Resources Corporation-ը հայտարարեց ծրագրի մասին։ Կառուցել առևտրային վառելիքի կայան լուսնի վրա։ Ներդրումը 10 միլիարդ դոլար։ Սպասվող եկամուտը 3 միլիարդ տարեկան։ Վերադարձը 3 տարում։ Ներդրողները հերթ կանգնեցին։ Ոչ թե կառավարություններ, մասնավոր ներդրողներ։ Մարդիկ, ովքեր տեսնում էին իրական շահույթ։ Դոկտոր Պիթեր Դիամանդիսը, X-Prize հիմնադրի հիմնադիր, բացատրեց տրամաբանությունը 2038 թվականին։ Լուսինը այլևս չէ գիտական նախագիծ, այն տնտեսական հնարավորություն է։ Առաջին անգամ պատմության մեջ տիեզերքը կարող է ինքնաբավ լինել, ոչ թե սպառել երկրի ռեսուրսները, ստեղծել սեփական ռեսուրսները, աճել, ընդլայնվել, դառնալ շահութաբեր։ Բայց կա մեկ խնդիր, որի մասին ոչ ոք չի խոսում, եւ դա ամենակարևորն է։ Երբ դոկտոր Մարիա Սանչեսը, Մադրիդի համալսարանի սեյսմոլոգ, վերլուծեց վերջին տվյալները Չանգե 6 առաքելությունից, նա հայտնաբերեց ինչ-որ անհանգստացնող բան։ Լուսնի ներքին ռեզոնանսները փոխվում են։ Ոչ շատ, միայն 0.03%, բայց փոխվում են։ Եվ նրանք փոխվում են ճիշտ այն տեղերում, որտեղ մենք սկսել ենք փորել։ Պատկերացրեք հսկայական զանգ։ Նա զանգում է որոշակի հաճախականությամբ։ Հիմա պատկերացրեք, որ դուք սկսում եք փորել փոքր անցքեր այդ զանգի մեջ։ Հաճախականությունը կփոխվի, ռեզոնանսը կփոխվի եւ օխվի։ Եվ եթե դուք փորեք չափազանց շապ անցքեր սերսխալ տեղերում, զանգը կարող է ճաքել։ Դոկտոր Սանչեսը ներկայացրեց իր հայտնագործությունները Մադրիդի մոլորակագիտության համաժողովում 2039 թվականին։ Ռեակցիան խառը։ Որոշ գիտնականներ ասացին, դա անհրաժեշտ է ուսումնասիրել։ Այլ կասացին, դա չափազանց փոքր է, անհանգստանալու համար։ Բայց դոկտոր Սանչեսը պնդեց. մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենում լուսնի խորքում։ Մենք չգիտենք, թե ինչպես են փոխկապակցված այդ դատարկությունները։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի, եթե մենք շարունակենք փորել։ ՆԱՍԱ-ն ստեղծեց հատուկ հանձնաժողով ուսումնասիրելու հարցը։ Դոկտոր Ջոնաթան Լունինը, Կորնելի համալսարանի մոլորակագետ, ղեկավարեց հետազոտությունը։
Նրա թիմը վերլուծեց բոլոր հասանելի տվյալները՝ Ապոլոնից, Չանգեից, Lunar Reconnaissance օրբիտերից, Արտեմիսից։ Նրանք ստեղծեցին մանրամասն մոդել լուսնի ներքին կառուցվածքի եւ հաշվարկեցին, թե ինչ կլինի, եթե մենք շարունակենք փորել ընթացիկ տեմպերով։ Արդյունքները հրապարակվեցին 2040 թվականին։ Լավ լուրը՝ լուսինը ամուր է, շատ ավելի ամուր, քան մենք կարծում էինք։ Մենք կարող ենք փորել հարյուրավոր թունելներ առանց զգալի ազդեցության։ Վատ լուրը՝ կան սահմաններ։ Եթե մենք փորենք չափազանց շատ, չափազանց արագ, մենք կարող ենք ստեղծել ռեզոնանսային կասկադ։ Մի տեսակ դոմինոյի էֆեկտ։ Մեկ խոռոչը փլվում է, ստեղծում է ճնշմանալիք, հարևան խոռոչը փլվում է եւ այլն։ Դոկտոր Լունինը հաշվարկեց, որ անվտանգ սահմանը մոտավորապես 200 խոռոչ է ակտիվ փորումներով միաժամանակ։ 200։ 2040 թվականին մենք ունեինք 15, 2050 թվականին պլանավորվում էր 60, 2060 թվականին 120։ Մենք ունեինք տարածություն, բայց ոչ անսահման։ Եվ այստեղ է, որտեղ պատմությունը դառնում է իսկապես հետաքրքիր։ Որովհետև 200 խոռոչը բավական է տեղավորելու մոտավորապես 20,000 մարդու։ 20,000։ Ամբողջ փոքր քաղաք, բայց ոչ ավելին։ Եթե մենք ուզում ենք ավելի շատ մարդիկ լուսնի վրա, մենք պետք է գտնենք այլ ճանապարհ։ Ոչ թե փորել ավելի շատ խոռոչներ, կառուցել մակերեսին։ Դոկտոր Ռոբերտ Զուբրինը առաջարկեց լուծում 2041 թվականին։ Խառը մոտեցում։ Օգտագործել խոռոչները ամենակարևոր ենթակառուցվածքի համար՝ հալոցներ, պահեստներ, հրա, հետազոտական լաբորատորիաներ։ Բայց կառուցել բնակելի մոդուլներ մակերեսին, ոչ ավանդական կառույցներ։ Նոր տեսակի կառույցներ, օգտագործելով լուսնային ռեգոլիտը որպես պաշտպանություն։ Գաղափարը պարզ էր։ Վերցնել լուսնային փոշին, ռեգոլիտը, խառնել նրան կապող նյութի հետ, արտադրված լուսնային ռեսուրսներից, տպել եռաչափ տպիչով, ստեղծել կառույցներ հաստ պատերով, 2 մետր հաստությամբ։ Բավական է պաշտպանելու ռադիացիայից, բավական է պահելու ճնշումը ներսում, բավական է դիմակայելու մետեորիտներին։ 2042 թվականին առաջին փորձարարական կառույցը, փոքր գմբեթ, 10 մետր տրամագծով, պատերը տպված ռեգոլիտից, ներսում ճնշվող մթնոլորտ, թթվածին, ջերմություն, լույս։ Թեստը տևեց 6 ամիս, կառույցը դիմացավ, ոչ ճեղքեր, ոչ արտահոսքեր, ոչ խնդիրներ։ Դոկտոր Բեհնազ Սաբերին, Իրանի տիեզերական գործակալության ճարտարապետ, մշակեց ավելի մեծ դիզայն։ Գմբեթներ 50 մետր տրամագծով, կապված թունելներով, ստեղծելով ամբողջ համալիր։ Յուրաքանչյուր գմբեթ կարող էր տեղավորել 100 մարդու, 10 գմբեթ 1000 մարդ, 100 գմբեթ 10,000 մարդ։ Եվ ամենակարևորը դա էժան էր։ Նյութը անվճար, էներգիան արեգակնային, աշխատանքը ռոբոտներ։ 2043 թվականին առաջին մեծ համալիրը, 10 գմբեթ Մարե Սերենիտատիսում, հանգստության ծովում, 1000 մարդ տեղափոխվեցին երկրից, ոչ թե գիտնականներ, ոչ թե աստրոնավտներ, սովորական մարդիկ, ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ, արվեստագետներ, ընտանիքներ, երեխաներ։ Առաջին իրական գաղութը։ Դոկտոր Էյմի Ֆոստերը, գաղութի առաջին ղեկավարը, նկարագրեց կյանքը իր օրագրում։ Առավոտները արթնանում ես գմբեթի ներսում, նայում ես վերև, տեսնում ես երկիրը երկնքում, կապույտ մարմար, սև ֆոնի վրա։ Գնում ես աշխատանքի, հարևան գմբեթ, անցնում ես թունելով, հանդիպում ես մարդկանց, ողջունում ես, խոսում ես, ծիծաղում ես, ճիշտ ինչպես երկրի վրա, բայց տարբեր, որովհետև դուք գիտեք, դուք ապրում եք մեկ այլ աշխարհում։ Երեխաները ծնվեցին լուսնի վրա, առաջին լուսնային սերունդը։ Նրանք աճեցին ցածր ձգողականության մեջ։ Նրանք դարձան ավելի բարձր, քան երկրի երեխաները, ավելի բարակ, ավելի ուժեղ իրենց քաշի համեմատ։ Նրանք սովորեցին թռչել, օգտագործելով փոքր թևեր։ Ներսում գմբեթների, որտեղ ճնշումը ցածր էր, ձգողականությունը թույլ էր, մարդը կարող էր թռչել։ Իսկապես թռչել, ինչպես թռչուն։ Դոկտոր Կենջի Յամամոտոն, Տոկիոյի համալսարանի կենսաբան, ուսումնասիրեց լուսնային երեխաներին 2050 թվականին։ Նա հայտնաբերեց, որ նրանց մարմինները հարմարվում են, ոսկորները ավելի թեթև, բայց ավելի ամուր, մկանները ավելի երկար, ավելի էլաստիկ, սիրտը ավելի մեծ, ավելի արդյունավետ։ Նրանք դառնում էին նոր տեսակ, ոչ թե Homo sapiens, Homo lunaris, լուսնային մարդ։ Բայց կա մեկ խնդիր։ Լուսնային երեխաները չեն կարող վերադառնալ երկիր։ Նրանց մարմինները հարմարվել են ցածր ձգողականությանը,
Երկրի ձգողականությունը 6 անգամ ավելի ուժեղ կճզմի նրանց ոսկորները, կվնասի նրանց սիրտը, կդարձնի նրանց անվավեր։ Նրանք ծնվել են լուսնի վրա, եւ նրանք պետք է մնան լուսնի վրա, ընդմիշտ։ Դոկտոր Յամամոտոն հարցրեց լուսնային երեխաներին, ինչպես են նրանք զգում դրա մասին։ Պատասխանները տարբեր էին։ Որոշները ասացին նրանք տխուր են, նրանք երբեք չեն տեսնի օվկիանոսները, անտառները, լեռները, բայց ուրիշները ասացին նրանք երջանիկ են, լուսինը նրանց տունն է, նրանք չեն ուզում այլ տեղ, նրանք ունեն ամեն ինչ, ինչ պետք է, եւ նրանք ունեն ինչ-որ բան, ինչ երկրի մարդիկ երբեք չեն ունենա։ Նրանք կարող են թռչել։ 2055 թվականին լուսնային բնակչությունը հասավ 15,000-ի, 2060 թվականին 25,000, 2065 թվականին 40,000։ Աճը շարունակվում էր, բայց դանդաղում էր, որովհետև մենք հասել էինք սահմանին։ 200 խոռոչ ակտիվ փորումներով, 1000 գմբեթ մակերեսին, ավելին ռիսկային էր։ Եվ հենց այստեղ պատմությունը վերցնում է անսպասելի շրջադարձ։ 2066 թվականին դոկտոր Լի Վեյը, Չինաստանի ազգային տիեզերական վարչության ինժեներ, առաջարկեց ինչ-որ ռադիկալ բան։ Եթե մենք չենք կարող փորել ավելի շատ խոռոչներ լուսնի վրա, ինչու չփորել այլ տեղ։ Աստերոիդներ, Մարսի արբանյակներ, Յուպիտերի արբանյակներ։ Մենք գիտենք, որ նրանք նույնպես պարունակում են դատարկություններ։ Մենք գիտենք, որ նրանք նույնպես պարունակում են ռեսուրսներ։ Ինչու չօգտագործել նրանց։ Գաղափարը հնչում էր խենթ, բայց դոկտոր Լի Վեյը ուներ տվյալներ։ 2058 թվականին Հայաբուսա 3 առաքելությունը ուսումնասիրեց աստերոիդ Բեննուն։ Ռադարային տվյալները ցույց տվեցին հսկայական դատարկություն ներսում, 2 կիլոմետր տրամագծով։ Բավական է տեղավորելու ամբողջ քաղաք։ Եվ Բեննուն մոտ է երկրին, ավելի մոտ, քան Մարսը։ Հասնելը տևում է միայն 6 ամիս։ Դոկտոր Լի Վեյը հաշվարկեց, որ աստերոիդի ներսում բազա կառուցելը կարող է լինել նույնիսկ ավելի հեշտ, քան լուսնի վրա։ Աստերոիդը չունի ձգողականություն։ Դուք չպետք է պայքարեք քաշի դեմ։ Աստերոիդը պտտվում է դանձդաղ։ Դուք կարող եք ստեղծել արհեստական ձգողականություն, պտտելով կառույցները։ Եվ ամենակարևորը, աստերոիդը լի է մետաղներով։ Ավելի շատ, քան լուսինը, ավելի մատչելի։ 2067 թվականին առաջին փորձարարական առաքելությունը դեպի Բեննու, 10 մարդ, 1 փոքր տիեզերանավ, 6 ամիս ճանապարհորդություն։ Նրանք հասան։ Մտան աստերոիդի ներսում, օգտագործելով բնական ճեղքը։ Հայտնաբերեցին հսկայական խոռոչ, ճիշտ այնպես, ինչպես ռադարը ցույց էր տվել։ Սկսեցին կառուցել։ Դոկտոր Մարիա Գոնսալեսը, առաքելության հրամանատար, նկարագրեց իր զգացումները։ Լուսինը զարմանալի էր, բայց Բեննուն այլ բան է։ Դուք լողում եք դատարկության մեջ, ոչ վերև, ոչ ներքև, միայն դուք եւ աստերոիդը։ Դուք նայում եք դուրս, տեսնում ես աստղերը, միլիարդավոր աստղեր։ Ոչ մթնոլորտ խանգարելու համար, ոչ երկիր հիշեցնելու տունը, միայն տիեզերքը, անվերջ, անսահման, ձերը։ 2068 թվականին առաջին մշտական բազան Բեննուի վրա, 100 մարդ, 2070 թվականին 500, 2075 թվականին 2000։ Աճը ավելի արագ էր, քան լուսնի վրա, որովհետև Բեննուն ավելի շատ տարածություն ուներ, ավելի շատ ռեսուրսներ, ավելի քիչ սահմանափակումներ։ Եվ հետո ուրիշ աստերոիդներ՝ Ռյուգու, Ապոֆիս, Վեստա, յուրաքանչյուրը նոր բազա, յուրաքանչյուրը նոր գաղութ, յուրաքանչյուրը նոր տուն հազարավոր մարդկանց համար։ Մինչև 2080 թվականը 10 աստերոիդային բազա, 10,000 մարդ աստերոիդների վրա, 25,000 լուսնի վրա, 35,000 մարդ ապրում են ոչ երկրի վրա։ Դոկտոր Զուբրինը նայեց այդ թվերին եւ հասկացավ. մենք անցել ենք կետը։ Կետը, որտեղ մարդկությունը այլևս կախված չէ երկրից։ Եթե վաղը երկրի վրա տեղի ունենա աղետ, մարդկությունը կշարունակի գոյություն ունենալ։ Լուսնի վրա, աստերոիդների վրա, շուտով Մարսի վրա։ Մենք դարձել ենք բազմամոլորակային տեսակ։ Առաջին անգամ 4 միլիարդ տարում, բայց ամենահետաքրքիրը դեռ առաջ է, որովհետև երբ դուք ապրում ես աստերոիդի ներսում, դուք սկսում ես մտածել այլ կերպ։ Աստերոիդը շարժվում է, դանդաղ, բայց շարժվում է։ Եվ եթե դուք կարող ես վերահսկել այդ շարժումը, դուք կարող ես տանել աստերոիդը ուր ուզում ես, դեպի Մարս, դեպի Յուպիտեր, դեպի աստղերը։ 2081 թվականին դոկտոր Հիրոշի Տանական, Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի աստղաֆիզիկոս, առաջարկեց աստերոիդային տապան ծրագիրը։ Վերցնել մեծ աստերոիդ, փորել ներսում հսկայական խոռոչներ, տեղավորել 10,000 մարդու,
տեղադրել հզոր շարժիչներ եւ թռչել դեպի մոտակա աստղ։ Ոչ սերունդների տիեզերանավ, աստերոիդային տիեզերանավ։ Ամբողջ աշխարհ շարժվող տիեզերքում։ Հաշվարկները ցույց տվեցին, որ դա հնարավոր է։ Ոչ հեշտ, ոչ արագ, բայց հնարավոր։ Ճանապարհորդությունը դեպի Պրոքսիմա Կենտավրի կտևի 200 տարի, բայց աստերոիդի ներսում դուք ունես ամեն ինչ՝ ջուր, սնունդ, էներգիա, տարածություն։ Դուք կարող են ապրել, ծնվել, մեռնել, եւ քո ծոռները կհասնեն աստղերին։ Եվ հենց այստեղ, 2086 թվականին, երբ ես գրում եմ այս բառերը, մենք կանգնած ենք նոր սկզբի շեմին։ Լուսինը զանգեց, երբ մենք հարվածեցինք նրան։ 3 ժամ անընդհատ ռեզոնանս։ Այդ զանգը ասաց մեզ. լուսինը տարբեր է, դատարկ է ներսից, լի է հնարավորություններով, եւ մենք լսեցինք, մենք գնացինք, մենք հայտնաբերեցինք, մենք կառուցեցինք։ Բայց ամենակարևորը, մենք սովորեցինք։ Մենք սովորեցինք, որ տիեզերքը լի է դատարկություններով, եւ այդ դատարկությունները կարող են դառնալ մեր տուն։ Մենք սովորեցինք, որ մարդկությունը կարող է ապրել ոչ միայն երկրի վրա։ Մենք սովորեցինք, որ աստղերը հասանելի են, ոչ երազանք, իրականություն։ Եվ այժմ, երբ դուք նայում ես լուսնին գիշերային երկնքում, հիշիր, այդ բաց գնդակը լողացող մութ կապույտի մեջ այլևս դատարկ չէ։ Այնտեղ մարդիկ են, 25,000 մարդ, ապրում են, աշխատում են, երազում են, եւ նրանք միայն սկիզբն են։ Բայց եկեք կանգ առնենք մի վայրկյան։ Եկեք վերադառնանք այնտեղ, որտեղ սկսեցինք։ 1970 թվականի նոյեմբերի 14-ը, Օվկիանոս Պրոցելարում։ 12 տոննա ալյումինի եւ տիտանի հարվածվում է լուսնի մակերեսին, եւ լուսինը նպատասխանում է։ Ոչ այնպես, ինչպես պետք է պատասխանի սովորական ապար։ Նա զանգում է 3 ժամ անընդհատ, ինչպես հսկայական զանգ, ինչպես մետաղական սիրտ, պես մետաղական սիրտ փաթաթված քարի մեջ։ Այդ պահին 56 տարի առաջ դոկտոր Մորիս Էվինգը նստած էր Հյուսթոնի վերահսկման կենտրոնում եւ նայում էր սեյսմոգրաֆներին։ Նա չգիտեր, որ տեսնում է ապագան։ Նա չգիտեր, որ այդ 3 ժամվա ռեզոնանսը կփոխի ամեն ինչ։ Նա պարզապես տեսնում էր տվյալներ, անհասկանալի տվյալներ։ Տվյալներ, որոնք չէին համապատասխանում ոչ մի տեսության։ Եվ հիմա, 2086 թվականին մենք գիտենք ինչու։ Լուսինը զանգեց, որովհետև նա ամուր է ներսից։ Բայց ոչ միայն ամուր, նա լի է դատարկություններով, խոռոչներով, թունելներով։ Ամբողջ ցանց, փոխկապակցված տարածությունների, որոնք ձևավորվել են միլիարդավոր տարիներ առաջ։ Երբ լուսինը դեռ երիտասարդ էր, երբ նրա ներսում դեռ հոսում էր հեղուկ ապար, երբ վուլկանները դեռ ակտիվ էին, բայց ահա հարցը, որը մենք դեռ չենք կարող պատասխանել։ Ինչու հենց այդպես։ Ինչու լուսինը ձևավորվեց այդքան տարբեր երկրից։ Ինչու նա սառեց այդքան արագ։ Ինչու նրա ներսում մնացին այդ հսկայական դատարկությունները։ Մենք ունենք տեսություններ։ Հսկայական հարվածի տեսությունը, արագ ձևավորման տեսությունը, անհամասեռ սառեցման տեսությունը, բայց դրանք միայն տեսություններ են։ Դոկտոր Սարա Սթյուարտը, Կալիֆոռնիայի համալսարանի մոլորակագետ, ասաց 2084 թվականին. Մենք կարծում ենք, որ հասկանում ենք լուսնի ծագումը։ Բայց յուրաքանչյուր նոր հայտնագործություն բերում է նոր հարցեր։ Ինչու մետաղական շերտերը հենց այդ խորությամբ։ Ինչու սառույցը հենց այդ տեղերում։ Ինչու խոռոչները հենց այդ չափերով։ Մենք տեսնում ենք օրինաչափություններ, բայց չենք հասկանում պատճառները։ Եվ գուցե դա ամենակարևորն է։ Ոչ թե այն, ինչ մենք գիտենք, այն, ինչ մենք դեռ չգիտենք։ Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենում լուսնի կորիզում, այդ փոքր, ամուր, հավանաբար երկաթե կորիզը 200 կիլոմետր տրամագծով, շրջապատված բարակ հեղուկ շերտով։ Կամ ոչ, մենք չենք վստահ։ Սեյսմիկ տվյալները ցույց են տալիս ինչ-որ բան, բայց ոչ բավականաչափ հստակ։ Մենք պետք է ավելի շատ սեյսմոմետրներ, ավելի շատ տվյալներ, ավելի շատ ժամանակ։ Մենք չգիտենք, թե ինչու լուսինը կորցրեց իր մագնիսական դաշտը։ Երբեմն 3 միլիարդ տարի առաջ լուսինը ուներ մագնիսական դաշտ։ Ապարները պահպանել են հետքերը, բայց հետո դաշտը անհետացավ։ Ինչու։ Կորիզը սառեց, լավ, բայց ինչու այդքան արագ։ Ինչու ոչ աստիճանաբար, ինչպես Մարսի վրա։ Մենք ենթադրում ենք, բայց չենք գիտենք։ Մենք չգիտենք, թե քանի դատարկություն կա իրականում։ Մենք հայտնաբերել ենք հազարավորներ։ Մենք քարտեզագրել ենք հարյուրավորները։ Մենք ուսումնասիրել ենք տասնյակները, բայց լուսինը հսկայական է։ 38 միլիոն քառակուսի կիլոմետր մակերես, 22 միլիարդ խորանարդ կիլոմետր ծավալ։ Մենք տեսել ենք միայն փոքր մասը։ Ինչ որտեղ խորքում հավանաբար կան ավելի մեծ խոռոչներ, ավելի խորը թունելներ, ավելի անսպասելի կառուցվածքներ։
Մենք չգիտենք, թե ինչ կլինի երկարաժամկետ հեռանկարում։ Մենք փորում ենք, կառուցում ենք, ապրում ենք մենք լուսնի ներսում։ Բայց մենք անում ենք դա միայն 56 տարի։ Ինչ կլինի 100 տարի հետո, 1000 տարի հետո, 10,000 տարի հետո։ Արցարի հետո, արդյոք լուսնի կառուցվածքը կմնա կայուն։ Արդյոք մեր գործունեությունը չի փոխի ինչ-որ բան։ Արդյոք ռեզոնանսները, որոնք մենք արդեն տեսնում ենք, չեն ուժեղանա։ Դոկտոր Մարիա Սանչեսը դեռ ուսումնասիրում է այդ հարցը։ Յուրաքանչյուր տարի նոր տվյալներ, յուրաքանչյուր տարի նոր մոդելներ, յուրաքանչյուր տարի նույն եզրակացությունը։ Մենք պետք է զգույշ լինենք, մենք պետք է հետևենք, մենք պետք է հասկանանք։ Բայց նաև մենք կարող ենք շարունակել, զգուշորեն, խելամտորեն, բայց շարունակել։ Եվ գուցե դա է ամենակարևոր դասը, որը լուսինը սովորեցրեց մեզ։ Ոչ թե այն, որ մենք ամեն ինչ գիտենք, այն, որ մենք կարող ենք գործել, չգիտենալով ամեն ինչ։ Մենք կարող ենք ուսումնասիրել, փորձարկել, սովորել, հարմարվել։ Մենք կարող ենք կառուցել ապագա, նույնիսկ երբ չենք հասկանում անցյալը։ Մենք կարող ենք առաջ գնալ, նույնիսկ երբ ճանապարհը մութ է։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Հենց այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, ձեր գլխավերևում 38,000 կիլոմետր բարձրությամբ կախված է օբյեկտ, որը չպետք է գոյություն ունենա։ Այդպես ասացինք։ Բայց հիմա մենք գիտենք, լուսինը ոչ միայն գոյություն ունի, նա ապրում է։ 25,000 մարդ լուսնի վրա, 10,000 մարդ առմարդ աստերոիդների վրա։ 35,000 մարդ ապրում են այնտեղ, որտեղ 56 տարի առաջ մենք կարծում էինք, որ կյանքը անհնար է։ Նրանք շնչում են, ուտում են, աշխատում են, սիրում են, երազում են, ծնում են երեխաներ, կառուցում են ապագա, եւ այդ ամենը սկսվեց մեկ զանգից։ 3 ժամ ռեզոնանս, ազդանշան անհասկանալի աշխարհից։ Բայց գուցե լուսինը միշտ էլ ուղարկում էր ազդանշաններ, միլիարդավոր տարիներ, յուրաքանչյուր գիշեր, երբ նա բարձրանում էր երկնքում, յուրաքանչյուր ամիս, երբ նա փոխում էր իր ձևը, յուրաքանչյուր տարի, երբ նա պտտվում էր երկրի շուրջ, նա միշտ էլ այնտեղ էր, սպասում էր, մինչև մենք պատրաստ էինք լսել։ Եվ հիմա, երբ մենք լսեցինք, մենք հասկանում ենք ինչ-որ ավելի խորը բան։ Տիեզերքը լի է դատարկություններով, բայց այդ դատարկությունները չեն նշանակում բացակայություն։ Նրանք նշանակում են հնարավորություն, տարածություն, աճելու համար, տեղ, ապրելու համար, ապագա, կառուցելու համար։ Երկիրը մեզ ծնեց, բայց երկիրը չի կարող պահել մեզ ընդմիշտ։ Ոչ թե որովհետև մենք չենք սիրում նրան, որովհետև մենք չափազանց շատ ենք, չափազանց մեծ ենք, չափազանց երազող ենք, մենք պետք է ընդլայնվենք։ Եվ տիեզերքը տալիս է մեզ տարածություն, լուսինը։ Աստերոիդները, Մարսը, Յուպիտերի արբանյակները, Սատուրնի օղակները։ Յուրաքանչյուրը նոր տուն, յուրաքանչյուրը նոր սկիզբ, յուրաքանչյուրը նոր գլուխ մարդկության պատմության մեջ։ Բայց ահա ինչ է ամենազարմանալին։ Մենք չենք թողնում երկիրը, մենք ընդլայնում ենք նրան։ Յուրաքանչյուր մարդ, որը ծնվում է լուսնի վրա, դեռ մարդ է։ Յուրաքանչյուր երեխա, որը աճում է աստերոիդի ներերսում, դեռ կրում է երկրի գեները։ Յուրաքանչյուր գաղուց, որը մենք կառուցում ենք տիեզերքում, դեռ կապված է մեր ծագման հետ։ Մենք տարածում ենք երկիրը դեպի աստիճը, ոչ թե փախչում ենք նրանից, տանում ենք նրան մեզ հետ։ Յուրաքանչյուր ծառ, որը մենք աճեցնում ենք լուսնային ջերմոցում, յուրաքանչյուր կաթիլ ջուր, որը մենք հանում ենք լուսնային սառույցից, յուրաքանչյուր շունչ թթվածնի, որը մենք արտադրում ենք լուսնային ապարներից, դրանք բոլորը երկիրն են, փոխակերպված, ընդլայնված, բայց երկիրը։ Եվ գուցե դա է իրական պատասխանը հին հարցին, ինչու մենք այստեղ ենք։ Ոչ թե պարզապես գոյատևելու համար, ոչ թե պարզապես բազմանալու համար, այլ տարածելու համար կյանքը, տանելու համար գիտակցությունը դեպի այն տեղերը, որտեղ նախկինում միայն մութն էր եւ լռությունը։ Լուսավորելու համար տիեզերքը, լուսինը զանգեց, եւ մենք պատասխանեցինք, ոչ թե բառերով, գործողություններով։ Մենք գնացինք, մենք հայտնաբերեցինք, մենք կառուցեցինք, մենք ապրեցինք։ Եվ այդ պատասխանը տարածվում է հիմա ամբողջ արեգակնային համակարգով, բայց պատմությունը դեռ չի ավարտվել։ 2086 թվականին մենք կանգնած ենք նոր շեմի վրա։ Առաջին աստերոիդային տիեզերանավը պատրաստվում է թռիչքի, 10,000 մարդ, 200 տարվա ճանապարհորդություն, դեպի Պրոքսիմա Կենտավրի, դեպի մոտակա աստղը, դեպի նոր արեգակնային համակարգ։ Դրանք չեն վերադառնա։ Դրանց երեխաները չեն վերադառնա, դրանց ծոռները 10 սերունդ հետո կհասնեն նոր աշխարհի, կտեսնեն նոր երկինք, կշնչեն նոր օդ, կսկսեն նոր պատմություն։ Եվ ամեն ինչ սկսվեց լուսնից,
Այդ փոքր, սառը, մութ աշխարից, որը զանգեց, երբ մենք հարվածեցինք նրան։ Ուստի երբ դուք նայում ես լուսնին այսօր, մի տես միայն ապար, մի տես միայն կրատերներ, տես տուն, տես սկիզբ, տես ապագա, որովհետև լուսինը այլևս չէ պարզապես արբանյակ, նա դարպաս է, դարպաս դեպի տիեզերք, դարպաս դեպի ափի աստղերը, դարպաս դեպի այն, ինչ մենք կարող ենք դառնալ։ Եվ այդ դարպասը բաց է, սպասում է, հրավիրում է։ Հարցը միայն մեկն է. արդյոք մենք բավականաչափ քաջ ենք անցնելու համար։ Արդյոք մենք բավականաչափ խելացի ենք սովորելու համար։ Արդյոք մենք բավականաչափ երազող ենք հավատալու համար։ Լուսինը արդեն պատասխանեց։ Նա զանգեց 3 ժամ, 56 տարի առաջ։ Եվ այդ զանգը դեռ հնչում է, ոչ թե ականջներում, սրտերում, երազներում, ապագայում։ Եվ գուցե ամենակարևոր հարցը ոչ թե ինչու լուսինը զանգեց, այլ ինչ կլինի, երբ մենք ստիպենք զանգել Մարսին, աստերոիդներին, Յուպիտերի արբանյակներին, աստղերին, որովհետև յուրաքանչյուր աշխարհ ունի իր ձայնը։ Յուրաքանչյուր մոլորակ ունի իր երգը, եւ մենք նոր սկսում ենք լսել։ Տիեզերքը լի է զանգերով, սպասելով, մինչև մենք պատրաստ ենք հարվածել, սպասելով, մինչև մենք պատրաստ ենք լսել, սպասելով, մինչև մենք պատրաստ ենք պատասխանել։ Եվ երբ մենք պատասխանենք, տիեզերքը երբեք այլևս չի լինի նույնը։ Ոչ թե որովհետև մենք փոխեցինք նրան, այլ որովհետև նա փոխեց մեզ։